Ճուշ, բայց ասա, որ այս տարածքում մարդիկ կարան շատ հանգիստ սալոն բացեն ու փող աշխատեն։ Բայց ինչի, եթե կարան ուղղակի գան ու ապրեն այստեղ։ Դե լավ, թող իրենք որոշեն ինչի համար կօգտագործեն այս տարածքը, քանի որ սա բազմաֆունկցիոնալ տարածք է։ Համաձայն եմ, բայց մեզանից էլ մնում է ներկայացնել, արի գնանք ներկայացնենք։ Գնացի։ Եթե սա լինի բնակարան, վստահ եմ այս հատվածը լինելու է հյուրասենյակը, ընդարձակ, լուսավոր ու սայնց մեծ ընտիր պանորամային պատուհաններով։ Իսկ եթե սա լինի սալոն, առնվազն 4 մատնահարդեր կտեղավորվեն այստեղ։ Սուս ասա, որ այս լուսավոր խոհանոցը պակասողը ընդհանրապես մի հատ ճաշասեղանն է։ Հա, չմոռանամ ավելացնել, որ այս հատվածից էլ կա ելք դեպի տերասը։ Այս 207 քառակուսի մետր մակերեսով տանը այնքան սենյակ կա, որ անգամ եթե բարեկամներ գան, տեղավորվելու խնդիր հաստատ չեք ունենա։ Չէ, բայց դու պատկերացնում ես, չէ, 4 սենյակներում քանի մասնագետ կարաս տեղավորես։ Այս տանը կա բոլոր կոմունալ հարմարությունները, տաքացման հավաքարկ եւ 3 սանհանգույց։ Դե էլ չասեմ, մասնագետներդ այնքան գոհ են լինելու, որ ամեն մեկը իր սենյակում առանձին սանհանգույց է ունենալու։ Դե ինչպես ասացի, ընտրությունը ձեր է, թե ինչպես կօգտագործեք այս բազմաֆունկցիոնալ տարածքը։ Իսկ վարձակալության հարցում ընտրությունը մեկն է, ասցեյ եմ։